Իմ պատերազմը սկսեց 2016 թվականին, այն ժամանակ բնակվում էի Մոսկվայում եւ շատ ցավով էի ապրում իմ ոնց որ հեռու լինելը պատերազմից, իմ չմասնակցությունը այդ պատերազմին եւ երբ որ հնարավորություն առաջացավ հենց նույն 16 թվականին վերադառնալ Հայաստան եւ անմիջականորեն զբաղվել երկրի պաշտպանողության բարձրացման գործով օգտվեցի այդ հնարավորությունից եկա եւ 3.5 տարի լինելով պաշտպանության ոլորտում, ռազմավարության ոլորտում միշտ առաջնորդվում է այս սկզբունքով, որ հենց վաղը կարող է լինի նոր պատերազմ ու փաստացի հենց 16 թվականից իմ պատերազմը սկսվեց ու շարունակվեց։ Հերբից մի քիչ դժվար է հենց հիմա ասել, թե երբ իմ համար պարզ դարձավ, որ պատերազմ է, կծկտոր տեղեկություններ էին հասնում, ռուսական ԶԼՄ-ները շատ միակողմանի եւ կարելի ասել թերի լուսաբանում էին եւ միայն ընկերներից, հարազատներից զանգելով իմանալով հասկացա, որ լայնածավալ ռազմական գործողություններ են։ Դե իհարկե ամեն ինչ դրան բերում էր, որովհետեւ 2014 թվականի ամառվանից անընդհատ հակառակորդը սրացնում էր իրավիճակը, բախումներ էին տեղի ունենում եւ զոհերի քանակը եւ մեր եւ իրենց կողմից անշեղորեն աճում էր։ Ամեն ինչ բերում էր նրան, որ 16 թվականի գարնանը ու ես նույնիսկ ընկերների հետ խոսակցություններում նշում եմ, որ այս գարնանը կլինի լայնածավալ հարձակում, դրան էր բերում ու անսպասելի չէր, անսպասելի էր, որ մենք չկարողացանք ժամանակին ճիշտ հակահարված տալ եւ քաղաքականապես անպատրաստ էինք այդ հակահարվածին, բայց հենց ապրիլի 1-ին իմ համար պարզ դարձավ, որ կարևոր սկսվելու ու վերջանալու միտում չի ունենալու։ Ուղղակի մասնակցությունը սկսվեց սեպտեմբերի 28-ին։ Երբ սեպտեմբերի 27-ին մենք Երևանից մեկնեցինք, ուղիղ մասնակցությունը սկսեց սեպտեմբերի 28-ին, ու այնտեղ արդեն պարզ դարձավ, որ մենք լրիվ ուրիշ կյանքով ենք ապրել մոտակա ժամանակները։ Մինչև այդ սովորեի, ասենք, երկարատև պլանավորման, մինչև այդ սովորեի ու բոլորս երևի այդպես, որ կես տարի հետո ուր արձակուրդ գնաս կամ բնակարանդ երբ վերանորոգում սկսես օրինակ, կամ մեքենադ հնացել է երբ փոխես, ես իմ մասին չեմ ասում, ընդհանրապես բոլորի մասին։ Կռվի դաշտում ամենակարևորը հաջորդ 5 րոպեն է։ Այդ 5 րոպեն քո կյանքի րոպեներն են, որի ընթացքում պիտի սովորես, պիտի կարողանաս հարմարվել այդ արագ փոփոխվող մարտադաշտին, արագ փոփոխվող իրավիճակին, աչքդ, ականջդ, միտքդ անընդհատ կողքերը ընկերներից, զինակիցներիդ չթողնես թուլացնեն, չթողնես հանգստանան ոչ թե մարմինը կամ ուղեղը հանգստացնելու իմաստով, այլ համարեն, որ վերջ ես անցավ, հիմա կարելի է ուրիշ բանով զբաղվել, իհարկե ուրիշ բանով կարելի է զբաղվել երբեմն, բայց այդ սեփական ուժերը, սեփական միտքը վերադասավորելու, հարմարվելու իրավիճակին, փոփոխվող իրավիճակին, այդ սովորեցի այդ 5 րոպեով ապրել։ Գիտեմ սխալ է, բայց այո, մի տեղում էինք, ոչ վերջին հերթին այն պատճառով, որ եղբայրներիցս մեկը բանակում չէր ծառայել եւ ոնց որ կար այդ մտավախությունը, որ ես կողքը որ չլինեմ, կարող է անփորձությունից փորձանք բերել իր գլխին։ Եվ նույնիսկ եւ դա էլ տեսել եմ, երբ որ գոնդը, որը գնացինք համալրելու, համալրման բաժանմունքի պետը հարցրեց, բոլորդ էլ միտեղ եք չէ ուզում լինեք, ես այդ հարցը իրեն տվեց, ես գիտես չէ, որ դա սխալ կլինի։ Կլորացրեց աչքերը, որտեղ առաջ անգամ էր այդ հարցը լսում, այդ երկու ավտոբուսով, որ գնացել էինք, տեղ էինք ասել, ինքը
նույն հարցը տվեց, ասես բոլորը այդ միտեղ կուզեք չեն գնել, առանց հարցնելու արդյոք ճանաչում ենք իրար, առանց հարցնելու ինչ զինվորական մասնագիտություն ունի յուրաքանչյուրս, ինչ կարողություններ ունի, բայց այո, 3 եղբայրով միտեղ ենք եղել, այդ 2 ամիսը չհաշված վերջի մի շաբաթը եղբայրներից մեկը կառավարությունում աշխատելու առաջարկ ստացավ եւ շուտ վերադարձավ տուն, բայց սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 29-ը միտեղ ենք եղել։ Շատ դժվար էր, որովհետև եւ այդ հոգատարությունը, որ ուզում ես ոնց որ եղբորդ կյանքը ավելի թանկ է, քան քոնը եւ հաստատ ավելի թանկ է, քան կողքի զինվորինը, բայց լինելով պատասխանատու բոլորի համար իմ մեջ ուժ գտա լինել հավասար բոլորի հանդեպ, հավասար հոգատար բոլորի հանդեպ, հեշտ էր լինել տեղեկացված, որ բոլորս ողջ ենք։ Գիտակցությունը, որ վիրավոր չեն, գիտակցությունը, որ ուտելիքը կա, ջուրը կա, լինելով նույնիսկ առաջնագծում, բայց գիտակցելով, որ մեր անելիքը գիտենք, պաշտպանությունը կազմակերպված է, հերթապողը կազմակերպված է, որ կողքի մեր կողքի դիրքերում դասալքություն չկա եւ այլն, դա շատ հեշտ էր։ Եվ նաև գիտակցելով, որ ոչ միայն ես եմ այդ վիճակում, այլև հարազատ եղբայրներս, բայց իրենց համար շատ դժվար էր, իրենց եղբայրներիս համար շատ դժվար էր, որովհետև իրենց հանդեպ ավելի պահանջկոտ էի, ավելի ոնց որ քննադատ իրենց թերությունների հանդեպ, իհարկե մեր համար նաև հեշտ էր, որովհետև մենք ինքներս 3 եղբայր միտեղ լինելով օրինակ էինք ծառայում մեր այդ կռիվեկած անփորձ եւ իրար չճանաչող տղաների համար իրենց համար էլ հեշտ, որովհետև այդ օրինակը, որ երբ որ մի բան պետք է անել, այդ 3 հոգին կան, որ այդ անում են ու իրենց կողքը կարելի է կանգնել։ Նրանց համար շատ հեշտ էր ու կռվից հետո շատերը այդպես արտահայտում են, որ մեր համար հեշտ էր, որ դուք կայք, որովհետև չգիտենք ուրիշների հետ լինենք, ոնց կլներ մեր վիճակը, չգիտենք ուրիշ հրամանատար լիներ, որ կամ ուրիշ մեկը լիներ, կամ չլիներ այդ մեկը, որը որ չգիտեր ինչ պետք է անել, որը որ չէր կարող մեզ այդ հրետակոծության ժամանակ հրաման տալ, որ փոս գտնենք, պարկենք այդ փոսերի մեջ, որովհետև եթե գետնից ցածրես, արկը պետք է վրա պայթի, որ քեզ մի բան լինի, հա։ Հեշտ էր, որովհետև կար այդ ձայնը, որին պարտավորված էին համարում լսել։ Շատ հանդիպել ենք դեպքեր եւ լսել ենք դեպքեր, երբ որ չի եղել այդ մեկը, երբ որ չի եղել հրամանատար, որը կարող էր եւ հարգանքներ շնչել եւ ժամանակին կողմնորոշել եւ ժամանակին ճիշտ ցուցումներ տալ, իմանալ ինչ պետք է անել եւ ցավոք սրտի բազմաթիվ են այդ դեպքեր, ամբողջական ստորաբաժանումներ հենց այդ անտեղյակությունից, անփորձությունից ելնելով գրակի բաժին են դարել, ցավալի նաև գիտակցել, որ մենք ինքներս չունենք այդ կառույցները, որ պատրաստում են այդպիսի հրամանատարներ, որ պատրաստում են հենց քաղաքացիականներից, կամավորներից, պայստազորից այդպիսի հրամանատարներ, որոնք որ կռվի ժամանակ հոգ կտանեն զինվորին, որ կհոգան ոչ միայն դիրքը պահելու, այլ նաև զինվորի կյանքը պահելու, կյանքը խնայելու, որովհետև զոհված զինվորից ռազմաճակատում այլևս օգուտ չկա, ինքը այլևս ոչ մի բան չի կարող անել, կենդանի զինվորն է, որ կարող է ավտոմատի ձգանը սեղմել կամ տեսադիտարկման սարքի վահանակին նայել կամ կառավարել անօդաչուն կամ կանգնել թնդանոթի կողքը եւ քաշելտելը, որ թնդանոթը կրակ է։ Դեպքերը շատ են, իհարկե ամենակարևորը ինչ ձեռք բեր, շատ բան են կորցրել պատերազմի ժամանակ, բայց ամենակարևորը ինչ ձեռք ենք բերել, այդ մեր ընկերներն են, որ հարազատ եղբորպես են դառել։ Շատ հետաքրքիր էր հենց զինկոմիսարիատում հավաքականում, հենց առաջին օրը սեպտեմբերի 27-ին հանդիպել ծանոթների, հարազատ բարեկամների, որոնք չսպասելով ծանոթացման, ծանոթագրի, իրենք ոնց որ ինքնաբող սրտի եւ հոգու կանչով եկել էին պատերազմ մեկնելու, մեր մոտ ազգականին հանդիպեցինք այնտեղ, որին հեռավոր պապիկ են գալիս եւ իր հետ միասին
մի շարասյունով մեկնեցինք պատերազմ եւ 2 ամիս այնտեղ անցկացրեցինք միասին ուսի տված կիսելով զրկանքները, կիսելով ժամանակավոր ուրախությունները եւ դառը հիասթափությունը նաեւ չեմ կարող դեպք առանձնացնել չեմ էլ ուզում որովհետեւ այդ ամբողջը ոնց որ դարձել է մի պատմություն որը շարունակվում է հիմա էլ բայց դա առաջի հանդիպումները երևի ամենաթանկիշվող հանդիպումներ են որովհետեւ դրանք հիմք են դրել շարունակվող ընկերության շարունակվող եղբայրության առաջին վախը օգուտ չտված մեռնել էր երբ մեր շահասյունը ընկավ հրետակոծության տակ ռազմաճակատ մեկնելիս եւ ստիպված լքեցինք մեքենան որը որ մեզ տեղափոխում է ռազմաճակատ եւ ելի ընկանք հրետակոծության տակ հենց դա ամենաառաջի եւ միակ վախը երևի այդ ժամանակ եմ ապրել որ դեռ կռիվ չտեսած կռիվ չհասած դառնամ արկի կամ հերթերիզո ու իմ փաստացի անիմաստ լինի մեռնելս երևի միակն է հիասթափությունը նոյեմբերի 10-ի առավոտ էր դրա նախորդ օրը հրաման էինք ստացել 2 կիլոմետր դիրքը առաջ տանել, զբաղեցնել գերակշռող դիրք, տղաների մոտ չափազանց բարձր ոգևորություն էր, որ մենք վերջո, ասենք 3 շաբաթ նույն դիրքը զբաղեցած վիճակից ու 3 շաբաթ փաստացի հրաման էինք մուրում, կարելի ասել առաջ գնալ, ավելի գերակշռող դիրք եւ ավելի հարմար դիրք զբաղեցնել եւ դրա հաջորդ առավոտ այդ հիասթափությունը, որ փաստացի մեր արած կռիվը չհասավ իր արդյունքին, մեր այսպես ասած զողողությունը չտվեց իր բաղձալի արդյունքը եւ իհարկե հետո արդեն այդ հիասթափությունը, որ տեսնում էի զինակիցներիս աչքերում, բառերում, մեր հետ կային տեղաբնակներ, որոնց գյուղը թշնամին գրավել էր եւ փաստացի իրենց տեսադաշտում էր իրենց հայրենի տունը, որը որ ավերվում էր եւ ավերվելու էր ու չգիտեին էլ երբ են գնալու այդ հիասթափությունը, որ մենք չգիտենք էլ ապագայում ինչ է սպասում, այդ ամենախորը հիասթափությունն եմ ապրել այդ ժամանակ խոսում էինք դրա մասին, խոսում էինք նաեւ մեր այդ եղած տեղաբնակների մասին 3 հոգի էին, որոնք որ զենքը ձեռքերին գնացել էին հարևան գյուղը ազատագրելու եւ ազատագրեցին իհարկե զուրանցա, որովհետև դրանից 1 ամիս անց հակառակորդը եկավ եւ գրավեց, հենց զինադադարից 1 ամիս անց խոսում էինք, թե տղաները շտապում էին տուն։ Այդ ընթացքում եղել են դեպք, երբ որ մեզ դիրքերում փոխարինեցին, առավել են ճակատում, այս դիրքերում փոխարինեցին, ցանկություն կար տուն վերադառնալ գոնե մի քանի օրով դաշտերի եւ ցեխը եւ փոշին եւ մի քիչ էլ հոգնածությունը լվանել վրաներիցս նորից հետ մեկնել բայց ոնց որ այդ հնարավորությունը չտրվեց շարունակեցինք մեր կռիվը գնացինք այլ ուղղությամբ ու այդ ժամանակ էլ խոսում ենք ասենք տան մասին շատ էր խոսվում մենք 3 եղբայր գնացել էինք պատերազմ եւ ծնողներիս հոգեվիճակն էր շատ այսպես սուր պատկերացնում թե ինչքան դժվար էր ինձ համար բայց երբ որ զինադադարի համաձայնագիր հայտարարությունը հայտնի դարձավ ես աշխատում էի այդ տան խոսակցությունները դադարեցնել որովհետեւ մեր կողքը կային մարդիկ որ կորցրել են իրենց տունը եւ արդյոք երբևէ գնալու են իրենց տուն թե ոչ Հետո երբ որ եկանք, իհարկե, ասենք հայտնի էր դառնում մոտիկ հարազատների, ընկերների զոհվելու մասին ու շատ ծանր էր եւ այնտեղ ոնց որ ճակատում մենք մի քիչ այսպես ասած բարի մեջ էինք, անտեղյակության բարի մեջ էինք ու հետո հիշեցնում եմ եւ հիշեցնում ենք միմյանց թե ինչքան ավելի հեշտ էր այնտեղ այդ անտեղյակ վիճակում եւ ավելի հեշտ էր որովհետեւ տեսադաշտը եւ
լայնությամբ եւ խորությամբ փոքր էր եւ ինչպես ասացի, այդ 5 րոպեն ավելի գերակշիռ էր, քան վաղը կամ մյուս օրը, թե ինչպես պետք է նայենք նաեւ մեր որդի զավակ ընկեր հայր կորցրած ընկերների աշկներին։ Այդ ընկերությունը, որ ձեռք են բերել պատերազմի դաշտում, ինքը հավերժ ընկերություն է։ Այնտեղ հանդիպել ենք շատ տարատեսակ զբաղմունքներից, տարատեսակ տեղերից, ընտանիքներից եկած մարդկանց, որ քաղաքացիական կյանքում նույնիսկ չենք էլ կիսում միմյանց արժեքները։ Բայց մի բան մեզ ընդհանրացնում է, որ առաջին օրը առանց ինչ-որ մեկի հրամանի, կանչի, չգիտեմ, ցանկության սպասելով եկել էին կռիվ։ Հաշվի առնելով, որ պարզ էր այն ժամանակ, արդեն սեպտեմբերի 27-ին արդեն պարզ էր, որ դա 16 թվականը չի, որ սա ավելի լայնածավալ, ուրիշ պատերազմ է լինելու եւ եկել էին մարդիկ իրենց հաշիվ տալով շատ-շատերը գերակշիռ մեծամասնություն երևի չկար այդպիսի մարդ, որ չէր պատկերացնում, որ կարող է տուն չվերադառնալ, բայց եկել էին իրենց հաշիվ տալով, որ սա իրենց պատերազմն է նաև, սա սրանից անմասն չեն, եկել էին հաշիվ տալով, որ անելիք ունեն ու այդ ընկերությունը, այդ մարդկանց այդ ընկերությունը, որ գործ ունեն անելու, կռիվ ունեն տալու, դա երևի ամենաարժեքավոր բանն է, որ այնտեղ ձեռք են բերել ու այնտեղից հետո այդ մարդկանց հետ շատերի հետ ամեն օր չենք շփվում, ունենք ընկերներ, որոնց հետ եղբայրացել ենք, որոնց հետ նաև հարազատացել ենք, մեր ընկերներից մեկը հիմա ամուսնացել է եղբորս աղջկա հետ ու փաստացի երկու կողմից բարեկամ ենք դառել, կարելի ասել, դա այնպիսի արժեք է, որ ամբողջ կյանքում մնալու է մեր հետ ու հարստացել եմ, շատ եմ հարստացել այդ ընկերներովս, որ եղբայր են դառել, նաև դառնություն եմ ապրել այնտեղ տեսնելով ոմանց դասալակությունը, դավաճանությունը, չասեմ դավաճանություն, չասեմ նույնիսկ դասալակություն, վախը, ցածր վախը, որ մարդիկ կային, որոնք որ մտածում էին տանը գործեր ունեն թողած, չգիտեմ, վարկեր ունեն չփակած եւ ասենք ավտո ունեն չծախած եւ այլն, բայց դա մի կողմ թողնելով միևնույն է այդ մարդիկ իմ աշկում միշտ ունեն իրենց բարձր տեղը, որովհետեւ այդ առաջի օրվա միասին կռիվ գնալը դա ոչ մի բան հետ չի փոխարինում եւ ոչ մի բան դրան չի էլ փոխարինի։ Ամենակարևոր հանգամանքը որ պարզ դարձավ, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պատրաստ չենք պատերազմի եւ հիմա էլ պատրաստ չենք, որովհետեւ շատերը կարծում են եւ այն ժամանակ էլ կարծում են, որ եթե մենք ունենք զինված ուժեր եւ մեր վճարած հարկերից զինված ուժեր են պահվում, այսպես ասած, զենք է գնվում, աշխատավարձ է վճարվում, զորանոցներ են կառուցվում, եզրաքարեր են ներկվում եւ այլն, դա բավարար է։ Ու ոնց որ դրանով մարդիկ, ասենք նույնիսկ իրենց դրամական մասնակցությամբ բանակաշինության գործին համարում են, որ իրենց մասնակցությունը այդքանով ավարտված է։ Այսօր էլ եմ տեսնում, որ շատ-շատերը գերակշիռ մեծամասնությունը դրանով սահմանափակում է իրենց մասնակցությունը ու անընդունել եմ համարում, որ այդ կարծիքը կարող է նույնիսկ լինել մեր նման երկրում մեր նման ազգի համար։ Նաև իհարկե անընդհատ փորձում անընդհատ աշխատում ենք այն ուղղությամբ, որ այդ կարծիքը արմատախիլ արվի, բայց ցավոք սրտի այդպես շատ-շատերը հարմար են համարում այդպես մտածել, ու դա մեր ամենակարևոր դասն է, որ դեռ չենք յուրացրել։ Խաղաղությունը այսօրվա աշխարհում դա մի րոպեի մեջ կարող է փոխվել, մի րոպեում երեկվա խաղաղությունը կամ 1 րոպե առաջվա խաղաղությունը կարող է վերածվել պատերազմի, չեմ կարծում, որ դա մի բան է, որին պետք է ձգտենք։
չեմ կարծում դա մի բան է, որը ինչ որ բարձրագույն արժեք կարող է ունենալ։ Ժամանակավոր ինչ որ մի բան, որին նույնիսկ չպետք է որևէ նշանակություն տալ, ինչպես ասեցի, դա երբևէ մնայուն բան չի կարող լինել, մանավանդ մեր համար, երբ որ ունենք մեր մահացանկացող հակառակորդ, մեր մահացանկացող թշնամի, ու նույնիսկ համարում եմ, որ խաղաղության մասին մտածելը վնասաբեր եւ վնասակար է մեր համար, որովհետեւ խաղաղ ժամանակ մարդիկ թույլատնում են իրենց։ Խաղաղ ժամանակ մտածում են, որ կարող են հանգիստ խղճով գնալ արձակուրդ, հանգիստ խղճով գնալ ծով, ոտները մեկնել եւ արևտակ ոնց որ այմ ընկեր Հովան է ասում փորները տաքացնել, չեմ սիրում այդ բառը, չեմ սիրում մտածել խաղաղության մասին, չեմ սիրում երբ որ կողքս խոսում են խաղաղության մասին, որովհետեւ ինձ թվում է, որ դրանով փորձում են ինձ էլ թույլատնել։ Հայրենիքը դա ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է կամ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմաններով սահմանափակված են տարածքը, որտեղ կարելի է գնալ Հայաստանի Հանրապետության վարչական իշխանության տակ մնալով, այլ այնտեղն է, որտեղ իմ արմատներն են։ Ծնողներս ծննդող ջավախքից են եւ գյուղը, որտեղ նրանք ծնվել են, գտնվում է Վրաստանի եւ Թուրքիայի հենց սահմանագծին։ Պապական տանը Շեմից մինչև Թուրքիայի հետ սահման կարելի է քայլել առանց որևէ շինության մոտով անցնելու։ Եվ փոքր ժամանակվանից տեսնելով, լինելով այնտեղ եւ տեսնելով Էրգիրը, հենց սահմանից այն կողմ Արդահանի վիլայեթն է, որը փաստացի այնտեղով նախներս անցել են Կարնից եւ Մուշից գաղթել են, եկել են ռուսական կայսրություն եւ այնտեղից էլ հետո 60-ական, 70-ական թվականներին ծնողներիս ընտանիքները, ծնողներս տեղափոխվել են Երևան, ես ծնվել եմ Երևանում, բայց հայրենիքս համարում եմ Մուշը, Սասունը, Վանը, Կարինը, Ջավախքը, Արցախը, որտեղ որ ձևավորվել է հայ ինքնությունը, որտեղ որ կերտվել է այն ինչի ժառանգորդն եմ ես հանդիսանում։ Միշտ գայթակղություն կա գնալ առաջինքից։ Այդ արդեն ոնց որ մղումը ձևավորվել է 20 թվականի պատերազմի ժամանակ եւ ոնց որ տեսնելով իմ մեջ զգալով այդ եւ ձևավորելով հրամանատարությունը, հոգատարությունը զինվորի հանդեպ, հոգատարությունը պահածողի այդ ամեն թիզի հանդեպ, այդ գայթակղությունը միշտ կա։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պատերազմի ժամանակ պետք է ունենա իր անելիքը, այն ինչ որ կարողանում է ամենից ավելի լավ անել։ Ու դա պարտադիր չլինի առաջին գծում, պարտադիր չլինի հենց առաջին առաջապահ դիրքում եւ անկեղծ ասած կռվից հետո բոլորը ինձ մեղադրում էին նաեւ որ գնացել եմ առաջինից, մեղադրում էին այն բանի համար, որ իմ գիտելիքը, փորձը, կարողությունները կարող էին ավելի պահանջված լինել մեստեղ Երևանում կամ արդյունաբերությունում կամ այլտեղ շտաբում եւ այլն։ Բայց ասենք պատերազմից հետո նաեւ հարց էին տալիս, արդյոք ինչ որ կերպ գնահատվել է ծառայությունը եւ այլն։ Իմ համար ամենամեծ գնահատական ընկերներիս ողջ պահելն է։ Շատ հաճախ երբ որ հավաքում ենք, նստում ենք ասենք թեյ կամ սուրճի շուրջ վերհիշում ենք պատերազմը, ամենից ավելի հաճախ իմ հասցեին հնչում է, որ շնորհակալ ենք, որ մեզ ողջ պահեցիր, մեզ ողջ առողջ տուն բերեցիր, բայց դա համարելով դա իմ ոնց որ կռվի ամենամեծ պարգևը, ամենամեծ գնահատականը, համարում եմ նաև, որ կարող էի ուրիշ ձևել անել իմ կռիվը։ Դա իմ փորձը հենց առաջնագծում չէր, իսկ մինչև կռիվը իմ փորձը
տեխնոլոգիական ոլորտում, ռազմական արդյունաբերությունում ավելի մեծ փորձ եմ ունեցել, փորձառություն եմ ունեցել հենց անվտանգության ոլորտում, պաշտպանության ոլորտում, բայց կռվից հետո ինձ այդ հարցը տվել եմ ինձ եւ այդ հարցը մինչեւ հիմա տալիս եմ, արդյոք ինչ որ կերպ հենց այդ 2 ամսվա ընթացքում ավելի մեծ նշանակություն կամ ավելի մեծ ներդրում կարող է ունենալ արդյունքի մեջ թե ոչ։ Արդյունքը իհարկե անբավարար է։ 20 թվականի պատերազմը ցույց տվեց, որ մենք պատրաստ չենք եղել կռվի ոչ առաջնագծում, ոչ թիկունքում, ոչ արդյունաբերությունում, ոչ տեխնոլոգիական ոլորտում, այլ ռազմական եւ քաղաքական ոլորտի մասին չեմ ասում, այսօր էլ չգիտեմ որտեղ է իմ տեղը, բայց երբ որ պատերազմը լինի, ես գիտեմ ինչ եմ անելու, ես գնալու եմ զենք խնդրեմ։ Որպես ազգ պատրաստ չենք պատերազմի։ Չունենք այդ գաղափարը, որ հայրենիքը չի կարելի կորցնել։ Պատմությունից հայտնի են շատ ազգեր, ասորիները, շումերները, հրեաները ժամանակին կորցրել են իրենց հայրենիքը, բայց իրենց մեծ ուժ գտան ձևավորելու հայրենիքը, վերադարձնել եւ հայրենիք կառուցելու գաղափարը։ Եվ այդ գաղափարի շուրջ համախմբվելով կարողացան բեր գտնել եւ վերակառուցել իրենց հայրենիքը։ Մեզ ազգային գաղափար է պակասում։ Հայրենիքի անմնացորդ նվիրվելու, հայրենիքը ամեն գնով պաշտպանելու գաղափարն է պակասում եւ այդ գաղափարի շուրջ միավորումը։ Շատ մարդիկ այսօր հասարակության մեջ տարբեր խմբեր կան, տարբեր միավորումներ կան, տարբեր գաղափարների շուրջ են միավորված, բայց եթե այսօր փորձես ինչ-որ մի գաղափարի շուրջ եղած կամ հնչած գաղափարների շուրջ բնակչության 1%-ին համախմբես չես կարողանա։ Գործարար միավորումների եմ հանդիպում, մեկներ շփվում ենք, տարբեր ոլորտներում գիտենք գործների միություն կա, առաջատեխնոլոգիաների ձեռնարկության միություն կա, չգիտեմ, արտահանողների միություն կա, հա, եւ այլն, տարբեր տեսակի միություններ կան, բայց եթե փորձես իրենց դրոշակից բռնվես, կետին կընկնես, որովհետև այդ դրոշակաձողը պետք չէ, այդ դրոշակաձողը գոնե փայտից չի, այդ դրոշակաձողը քամուն չի դիմանում, այդ ձողի վրա Հայաստանի դրոշը չես կարող կապել, հա, մեզ այդ լուսահոգի Վարդանյան Կարենի խոսքն եմ հիշում, որ ասում էր մեզ պետք է հաղթանակի դրոշ եւ դրոշակաձող, որից կարողանանք բռնվել, որ եւ դրոշը ցած չեն կնի եւ ինքներս։ Մեզ այդ գաղափարը պակասում է, ազգային գաղափարը, որից կարող ենք բռնվել եւ որի շուրջ կարող ենք միավորվել, համախմբվել։ Երբ որ դա լինի, երբ որ լինի դրա շուրջ արդեն ձևավորվող ազգային նպատակները, հնչում էր առաջ ազգ-բանակ, հիմա երկիր ամրոց, երբ որ մենք այդ գաղափարախոսության շրջանակներում բոլորի համար գործ կգտնենք, երբ որ հարևանի կինը չի գա ինձ հարցնի, մի բան ասա դրանով զբաղվեմ, երբ որ ինքը կիմանա իր անելիքը եւ կիմանա ոնց է այդ անելիքը իրագործել, այդ ժամանակ կարելի ասել, որ մենք շանս կունենանք, հնարավորություն կունենանք պատերազմ մաղթելու, մինչև այդ երբ որ կլինի ինչ-որ մեկը, որ անգործ կլինի եւ այսպես այդ անգործին, գիտեք, սոլյուցիոնը շատ վարակիչ է, երբ որ կռվի ժամանակ երբ որ տեսնում ես մեկին անգործ, մտածում ես, որ ես էլ կարող եմ, հա, ու այն ժամանակ ես ամեն ինչ անում եմ, որ ոչ ոք պարապ չմնա, ամեն մեկը գործ ունենալու, դիրք փորես, դիրք ամրացնես, երթապահության գրաֆիկում ամեն մեկը իր տեղը եւ ժամը իմանա, կերած, խմած եւ քնած լինի, երբ որ այդ ժամը կգա որպես իր, ասենք հենց գիշերային հերթափոխի ժամին քնելու կամ ուտելու կամ խմելու ցանկություն չառաջանա, կռվի եւ պատերազմի մտածելակերպը դարձնենք սովորական, ժամանակ կարող ենք մտածել, որ հնարավորություն ունենք։ Այսօր գիտեմ իմ անելիքը, գիտեմ, որ դրանով պետք է զբաղվեմ, բայց այդ կայտակությունը գնալ զենք ստանալ եւ կանգնել այն դիրքում, այն տղաների կողքով իմ կարիքը ունեն, շատ մեծ է։
Իմ հայրենակիցներին միակ կոչը որ կարող եմ անել դա պատրաստվելն է։ Անպատրաստ ազգը, անպատրաստ ժողովուրդը պարտվելու է։ Եթե մենք պատրաստ լինենք ամեն մեկս իր անելիքը իմանա, ամեն մեկս իմանա ավելի լավ կարող անել եւ դրան պատրաստ լինի, մենք հնարավորություն ունենք։ Իմ հայրենակիցներին կոչ կանեմ պատրաստվել իրենց անելիքը լավ իմանալ ինչը կարող են լավ անել, ում հետ անել, ինչ կազմով, ինչով, որովհետև պատրաստվելու դեպքում մենք ունենք հնարավորություն։ Ու հայրենակիցներս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն։ Սփյուռքն է, Արցախն է, հարևանս է, բարեկամս է, ընկերներս են, որոնք այլ ազգի կարող են նաև լինել, բայց որոնց ես կարող եմ կանչել օգնության եւ որոնք որ կարող են մասնակցել մեր կռվին։ Ու դրանով կարող ենք պատրաստվել։ Եթե լինենք անպատրաստ հնարավորություն չունենք։